Օրհնեցեք Տիրոջ անունը, օրհնեցեք նրան, ով Տիրոջ ծառաներ, որ կանգնում եք Տիրոջ տանը, մեր Աստծո տան սրահներում։ Օրհնեցեք Տիրոջը, քանի որ Տերը բարի է, փառաբանություններ երգեցեք նրա անվանը, քանի որ դա քաղցր է, քանի որ Տերն իր համար ընտրեց Հակոբին ու Իսրայելին իր սեփականությունը լինելու համար, քանի որ ես գիտեմ, որ մեծ է Տերը, որ մեր Տերը բարձր է բոլոր աստվածներից, Տերն ինչ որ ցանկացավ կատարեց երկնքում ու երկրում, ծովերում ու բոլոր խոր տեղերում, երկրի ծայրերից գոլորշիներ է բարձրացնում, անձրևի համար կայծակներ շինում, հողմեր է դուրս բերում իր շտեմարաններից։ Նա հարվածեց Եգիպտոսի անդրանիկներին, մարդուց մինչև անասուն, նշաններ ու հրաշքներ ուղարկեց քո մեջ, ով Եգիպտոս, Փարավոնի ու նրա բոլոր ծառաների վրա, մեծ ազգերին հարվածեց ու հզոր թագավորների սպանեց, ամորհացիների Սեհոն թագավորին, Բասանի Օգ թագավորին և Քանանի բոլոր թագավորությունները, ու նրանց երկիրը ժառանգություն տվեց, իր Իսրայել ժողովրդին ժառանգություն։ Տեր, քո անունը մնալու է հավիտյան, Տեր, քո հիշատակը բոլոր սերունդների մեջ, քանի որ Տերը դատելու է իր ժողովրդին և ողորմելու է իր ծառաներին։ Հեթանոսների կուռքերը արծաթից ու ոսկուց են, մարդու ձեռքի գործեր են, բերան ունեն, բայց չեն խոսում, աչքեր ունեն, բայց չեն տեսնում, ականջներ ունեն, բայց չեն լսում, ու շունչ չկա նրանց բերանում, դրանց նման կլինեն դրանք շինողները և բոլոր նրանք, որ իրենց հույսը դրանց վրա են դնում։ Ով Իսրայելի տուն, օրհնեցեք Տիրոջը, ով Ահարոնի տուն, օրհնեցեք Տիրոջը, ով Ղևիի տուն, օրհնեցեք Տիրոջը, ով Տիրոջից վախեցողներ, օրհնեցեք Տիրոջը, օրհնյալ լինի Տերը Սիոնից, նա, որ Երուսաղեմում է բնակվում։ Ալելույա։